Հունիսի 8 ձեր ակնկալիքը ինչ արդյունք է ունենալու։ Դուք պոպուլիստները ասում եք թոշակը բարձրացրեք, մեր վիճակին նայեք, ձեր ասելուն նայեք։ Այս սրա տոչնի կոպիան կամ ավելի վատը չի լինելու։ Հայաստանի Հանրապետության ղեկավար կոչվածը ասում է ես ինձ գժի տեղ եմ դրել։ Այն ինչ որ նկարագրում եք բոլոր խնդիրները դրանց լուծումները ունեք դուք։ Ես գնացել եմ տեսանյութ եմ հրապարակել այդտեղ, մինչև այդ տարածքների հանձնումը։ Եթե ինքը ինչ որ բան փոխելու էր, իդեալական պահը բաց էր թողել։ Ժողովուրդը Նիկոլ Փաշինյանն է ընտրել։ Մենք ինչի ենք մեղավորությունը գցում ուրիշ այլոց վրա։ Բարև ձեզ, եթերում լուրջ կաստն է, շնորհակալություն, որ մեզ դիտում եք, բաժանորդագրվում եք, կարող եք նաև լսել մեր ոդկասթները, փառք Աստծո, խցանումները այնքան շատ են, սաղ ոդկասթը կհասնեք նայել կամ լսել, իսկ այսօր մեր հյուրն է Հայաստան խմբակցության պատգամավոր Սիրելի Գառնիկ Դանելյանը, բարև ձեզ։ Աստծո բարին ձեզ։ Ինչպես նաև մեր ճանաչած ամենապունկտուալ մարդը այս երկրում։ Այնպես որ սկսենք հենց տենց բարի հարցերից։ Չէ, չունեմ բարի հարցեր։ Չէ, բայց ունեցեք էլի բարի հարցեր։ Բարիով սկսենք էլի առանց այնա եղանակնել չի լավ ընդհանուր դրամա։ Բարի հարց տվեք հետո նոր։ Ճիշտ է, Սուրենյանը այս ամիս քաշում է։ Okay, բարի հարցեր, քանի որ դուք Տավուշից եք, ենթադրում եմ, որ հասկանում եք քաշած օղու ոլորտից։ Ոնց է վիճակը այս տարի։ Այս տարի վիճակը վատ չի, հուսանք, որ բավարար քանակությամբ մարդիկ կարան գինի քաշեն, արաղ քաշեն եւ ձեզ էլ հրավիրեն Տավուշ, դուք էլ եք Տավուշում սիրված մարդիկ եք։ Իմ շփումների արդյունքում եմ բանում։ Դուք չեք քաշում։ Քաշել եմ, բայց հիմի չեմ Չնայած հիմա հասկանալի է։ Okay, սկաներ բարի հարցերը։ Բարի էջի ավարտվեց։ Եվ այսպես ընտրություններ են գալիս, այսօր ուզում ենք հասկանանք ինչ բագաժով, ինչ դրամադրվածությամբ եք գնում եւ ինչ ակնկալիքներով։ Սկսենք կարևոր տենց ամենատենց քննադատված թեժ հարցից, ինչու եք մասնակցում չտարօրինական, ինչու եք մասնակցում ընտրությունների, եթե կան այլ ուժեր, որոնց շանսերը կարծես ավելի շատ են, իրականում ինձ դուր չի գալիս իմ հարցը, ուղղակի դա հնչեցվում է։ Եթե կա այն ավելի մեծ ընդդիմադիր ուժը, ինչի եք դուք մասնակցում, արդյոք չեք խանգարում մյուս ուժին, արդյոք եւ այլն, այդ մի հատ հարցը հասկանանք։ Աթոռը շատ ենք սիրում, բայց եթե լուրջ, այսինքն Հայաստան դաշինքը սկսենք նայած ինչի չպետք է մասնակցել ընտրություններին կամ հայ հեղափոխական դաշինքը։ Ես ունեմ վարկած։ Խնդրեմ։ 21 թվին տրվել է խոստում, որոշակի ծրագիր, որոշակի արդեն երբ որ հասկանալի էր չանցնելու, մեծամասնություն չստանալու դեպքում Նիկոլենց կյանքը դժոխք դարձնել, որը դե չենք տեսնում, որ այդպես լինի, բավականին հեշտ ժպիտով ձեզ պատասխանում են, տենց օգգն շատ ցածր է, էլի, եթե ոչ ի նպաստ Նիկոլենց։ Տեսեք, 21 թվականի ընտրություններից հետո եւ խորհրդարանում եւ խորհրդարանից դուրս մենք ակտիվ ենք եղել։ Փողոցային պայքարներ լիուլի եղել են։ Ճիշտ է, իրանց տրամաբանական ավարտին չեն հասել, բայց այնպես չէ, որ մենք ձեռքներս ծալած նստել ենք։ Այսօր մեր ընկերները քրեակատարողական հիմնարկներում են։ Մոտ 1000 մեր ընկերների վրա քրեական գործեր են հարուցված տարբեր խափանման միջոցներով։ Այսինքն մենք ինչ որ մեկի պայքարի դուռը փակել ենք կամ ինչ որ մեկ ուզեցել է պայքարի, ասել ենք, չէ, դու չես պայքարել, ընդհակառակը մեծ ուրախությամբ ու մեծ ցանկություն ենք ունեցել այդ ուժերի հետ համագործակցելու։ Կարծեք թե այդ համագործակցության ձևաչափը Սրբազան պայքարի ընթացքում եղավ։ Ես որ Սրբազանի հետ միասին Իրանցուն ոսկեպառում էի, բավականին շատ ուժեր, ինձ համար նաև անակնկալ էր, տարբեր անուններ չտամ, բայց գրեթե ամբողջ քաղաքական դաշտը եկել էր եւ սատարում էր։ Հա։ Այդ համախմբումը կարծեք թե տեղի ունեցավ, բայց եկավ հասավ իր կուլմինացիոն կետին եւ երբ որ իմ խորին համոզմամբ առանց, չգիտեմ, որևէ մի ուժի փնովելու, դատապարտելու եւ այլը, որ այս ամբողջ էներգիան, որ կար այդ մարդկանց այդ թիվը, որ կար, ինչ որ մի պահի պետք էր բազմապատկել եւ այդ կրիտիկական զանգվածը, կրիտիկական քանակություն ուներ, չեղավ։ Բայց ձեզ ասեմ դրանից հետո բոլոր այն մարդիկ, որոնք որ այդ պահին եթե միանային, վաղը միսօր խնդիր չէին ունենա։ Բայց եկեք ուղղակի դες նեյտրալ գնահատական չտանք, չեղավ նաև նրա համար, որ շատ հմտորեն
իշխանությունները այդ դավադրական բանը տարան, ասցին, ահա, Սրբազանը հանդիպեց Քոչարյանի հետ Էրեբունի հյուրանոցում, տենց շատ կոնկրետ պատճառով չեղավ էլի, ոչ թե ուղղակի ժողովուրդը հոգնեց գնաց, այլ չկար գործողությունների πλանը։ Վերապահում ունեմ, Եթե ասեմ։ անկեղծ ասեմ, ես նախ որևէ խնդիր չեմ տեսնում Սրբազանը, որ նախկին նախագահների հետ հանդիպի կամ ինչ որ մեկի հետ Խնդիր չի, հանդիպի, որ կարա դրա պատճառով բայց հաջողության բայց չհասնի։ այդ հանդիպումը չի էլ եղել։ Այսինքն ես Սրբազանի հետ հանդիպել ենք падգամավորների հետ եւ Քոչարյանի հետ Ես հանդիպում լրիվ հակված եմ հավատալ, բայց այն ինչ որ Քոչարյանի հետ ներկայացնեց, մարդիկ Քոչարյանի հետ հավատացին։ հանդիպում չի եղել, բայց լրիվ նորմալ է, եթե դու գնում ես երկրում փոփոխություններ մտցնելու, Լևոն Տեր-Պետրոսյանի հետ էլ ես կցանկանայի, որ հանդիպում լիներ Ռոբերտ Քոչարյանի հետ, Սերժ Սարգսյանի հետ, ինչ որ մի պահի կարող Նիկոլ Փաշինյանի հետ էլ հանդիպում լիներ, այդտեղ ինչ որ բան, ասենց բան չկա, էլի, բա պիտի հանդիպես, բա եթե երկրում իրավիճակ է ստեղծվել եւ դու գնում ես իշխանապողության, պիտի հանդիպես, այնտեղ խնդիր չկա, բայց այդ հանդիպում իրապես չի եղել։ Չի եղել այդ հանդիպումը, եթե ելներ ես կասեի։ Պոստ ճշմարտության երկրում այդքան է կարևոր չի եղել է թե չէ, կարևոր որ ճնշող մեծամասնությունը հավատացել է որ եղել է, էլի։ Հավատացել է, շատ գովելի է, որ շատ ուժեր կրկնում եմ, եկել են իրանց աջակցությունը հայտնելու։ Ես որ ուժեր էի տեսնում, արևմտան մեջ, չգիտեմ, ռուսական կողմնորոշման բան, ու իրար կողքի այդ մարդիկ Ես նույնիսկ օրինաց երկիրն եմ տեսել։ օրինաց երկիր, եւ այն, չգիտեմ, ԱԺՄ, ՀԱԿ, չգիտեմ, էլի, չեմ ասում էլ ԱԺԲ-ից, ու այդ մարդիկ իրար կողքի կանգնել են առանց իրար վիրավորելու, առանց իրար այս կսմիթների բանի, եղել է այդ ամեն ինչը, բայց եկավ մի պահ, ես ինչի համար եմ ասում, հրապարակում, երբ որ տասնյակ հազարավոր մարդիկ կային, իմ կարծիքով պետք է հայտարարություններ լիներ եւ գործարարները, որ նաեւ գործադուլ հայտարարվեց, չէ՞, ասին գործադուլ, նաեւ դասադուլ բան, այդ պահին եթե դա լիներ, օրինակ, այսօր իրավիճակը փոխված կլներ եւ շատ ու շատ քաղաքական գործիչներ չեն լինի քրեակատարողական հիմնարկում։ Ես զուգահեռ եմ ուզում անցկացնում, քանի որ երկու կարևոր թեմա կա, ես այդտեղ շատ հստակ զուգահեռ եմ տենում 21 թվականի ընտրությունների ու Սրբազան շարժման դրա պատճառների, Տիկիրանցի սահմանազատում եւ այլն։ Ուրեմն 21 թվին ընտրությունից առաջ ես ու դուք միասին ասում ենք, որ շատ վատ կլինի, եթե Նիկոլը վերարտադրվի։ Ու դրա համար պետք է անդիմությանը ձայն տալ, ես ու դուք ամեն ինչ արել ենք, որտեղ մենք վստահ ենք, որ եթե Նիկոլեն գան, կործանվելու ենք, այսինքն շատ վատ բան է լինում եւ նույնը նման մի պատմություն նաեւ Կիրանցի սահմանազատման դեպքերն են, որտեղ մենք ասում, ապեշա դուք այդ ժամանակ արդեն ասում եք, որ եթե սահմանազատումը լինի, էլի շատ վատ բաներ կլինեն, երկու դեպքում էլ իր բոլոր թերություններով, մինուսներով, կորուստներով այն չէր, ինչ որ մարդիկ ակնկալում են որպես վատագույն սցենար։ Հիմա այդ ամեն ինչը ինչքանով է վստահություն ներշնչել ընտրողներին, որ մի վարքան հիմա ասում եք, եթե հիմա չընտրենք, էլ ավելի վատ կլինի։ Եթե երկու անգամ ակնկալում ենք, որ շատ ավելի վատ կլինի, բայց չեղավ, հիմա ոնց ենք էլ ժողովրդին համոզում, որ եթե մեզ չընտրենք, ավելի վատ կլինի։ Տեսեք, այդ սահմանազատում ու սահմանագծման հետ կապված ես իմ վերապահումներն ունեմ ու դա փորձում են մոլորության մեջ գցել մարդկանց ասելով, որ դա սահմանազատում սահմանագծում է։ Դա սահմանազատում չի եղել։ Տարածքները հանձնվել, անունը սիրուն փաթեթավորվել է սահմանազատում եւ սահմանագծում։ Մարդկանց կադաստրի վկայականները տասնյակ կադաստրի վկայականներ իմ մոտ են, որոնք որ ֆիքսված է պետության կողմից, որ այս մարդկանց գույքն է։ Այգիներ, չգիտեմ, անշարժ գույք, տներ, ֆերմաներ եւ այլը եւ այլը։ Այսինքն այդ տարածքներն էլ է հանձնվել Ադրբեջանին։ Էլ անուն դրել սահմանազատում, սահմանագծում։ Ինչ ենք մենք ասում։ Ասում ենք այդ տարածքների վերաբերյալ նոյեմբերի 9-ի փաստաթղթում, չգիտեմ, դուք ուշադիր կարդացել եք թե չէ, կար կետ, որով որ ասում էր Ղազախի շրջանի գյուղեր կան, որոնք որ հայկական վերահսկողության տակ են, որոնք պետք է հանձնվեն Ադրբեջանին։ Հետո արագ խմբագրվեց այդ կետը, հանվեց այդ կետը։ Այդ կետը հանվեց, հետո մենք Տավուշում մեր ընկերների հետ ճանապարհներ փակեցինք այդ պատերազմից հետո։
ճանապարհներ փակեցին եւ այլ, եկավ մարզպետը ասեց խնդիր չկա, եթե այս տարածքներից 1 միլիմետր հանձնվի, ես էլ ձեզ հետ զենքը կվերցնեմ, կպաշտպանեմ այս տարածքները։ Եկավ Նիկոլ Փաշինյանը ընտրությունների։ Եկավ այդ ժողովրդին խաբեց, ասեց գիտեք ինչ, այս տարածքում մի սանտիմետր որ բանան ես դիմությունը ապատեղեկատվություն ա տարածում, ձեռս կկտրեմ, դուք ո՞նց եք պատկերացնում, ես այս հողու ջրի մարդ, Տավուշեցի մարդ կարամ ես այդտեղ տարածք տամ, այս տարածքներում եմ ես մեծացել։ Հետո խաբեց ժողովրդին, ընթացքում ենք ինֆորմացիա ենք ստանում, որ բանակցում են այդ տարածքների հետ կապված։ Ես գնացել եմ տեսանյութ եմ հրապարակել այդտեղ, մինչև այդ տարածքների հանձնումը։ Ամենառաջինը ես եմ տեսանյութ հրապարակել, ասելով որ ժողովուրդ ջան, այս տարածքները առաջիկայում հանձնվելու են։ Այդ ժամանակ էլ մարդիկ կային, որոնք որ չէին հավատում այդ գյուղից, ասում են, դե մեր Նիկոլն ասել է ձեռս կկտրեմ, չեմ տալիս, ինչ ես եկել, այս Դանիելյան ջան, բան սենց, տենց գյուղացիներից մարդիկ կային, որոնք որ բան չեն անում։ Ու միջև այդ ընթացքը Արարատ Միրզոյանին հարց եմ տալիս։ Ես եւ Քրիստինե Վարդանը հարց ենք տալիս։ Այդ տարածքներից հանձնում նախապատ, ասում ես նավոդկա եք տալիս, ասում է։ Ոնց կարանք մենք այդ տարածքները հանձնենք։ Այսինքն էտապներ ա եկել, որ հասել է այդ վիճակին, էլի։ Ու մի օր իմ տեսանյութ հրապարակելուց, չգիտեմ, քան մի շաբաթ հետո, բան գալիս է Նիկոլ Փաշինյանը այդ գյուղերը փակ հանդիպում ա ունենում ժողովրդի հետ, ասում է, եթե այդ տարածքները չտան, գալու են ձեզ մորթեն։ Իբր ինքը կապ չունի, էլի։ Պրոստը այդ կողմով անցնում էր եկել է մարդը զգուշացնի գնա իր գործերով։ Բայց ո՞նց է տարածքները տանք։ Ինչ տարածքներ։ Բա դու եկել ես ձեռես ասեք կկտրեմ, ես կանեմ, են կանեմ։ Ո՞նց է տենց ելնում։ Դե ասում է դե տենց է, համի եթե չլինեն նա թնդանոթներն էլ մեր վրա թեքած ասում է Թուրքիան էլ ընդեղից արմավիր կմտնի, բան կանի եւ այլը, դուք եք արուն լվա կգաք կառավարության շենքի մոտ, կասեք այ դու ճիշտ ես, ոնց եղավ որ սենց եղավ։ Այսինքն էդ էլ է գցում այդ մարդկանց ջեբը էլի, որ ասեն գնացեք, եթե դուք չտաք այդ չհամաձայնվեք այդ տարածքները տալը, ուրեմն ամբողջ պատասխանատվությունն ու մեղքը ձեր վրա է։ Այսինքն սա գործընթացներ ա որ եկել է հասել ա։ Ես հասկանում, բայց հիմա ժողովուրդը դժգոհ ա այնտեղ։ Հիմա ես ձեզ ասեմ։ Եթե ի սկզբանե իմանային, որ սենց հալելու, գուցե в принципе օքեյ են բոլորը։ Հիմա ասեմ, իրանց բանը որն էր։ Մի հատ էլ այդտեղ մանիպուլյացիան ու խաբեությունը բացատրեն։ Ասում եք դե սահմանազատում սահմանագծում ա, մենք ստեյս տարածքները տալիս ենք, մի քիչ ավել, մի քիչ պակաս, սենց, նենց տարածքները տալիս ենք, ոչինչ որ այդ կամուրջը տալիս ենք, որ թղթով հայկական է, ոչինչ որ այս հողերը տալիս ենք, որ թղթով հայկական է։ Իդեպ քարտեզների հետ կապված էլ խնդիր կա, թե ինչ քարտեզներով են այդ դեմարկացիան ու դելիմիտացիան անում։ 20-ականների քարտեզներով, 70-ականների քարտեզներով, իդեպ տեղել են տոտալ պրավալ են տվել, էլի Ալիևի պարտադրած քարտեզները ընդունելով։ Ուրիշ պարագայում ոչ թե մենք պիտի տարածքներ տայինք, այդ տարածքներ պիտի մեզ տային, մենք տարածք տալու չունենք։ Բայց գամ դրան, ասեցին լավ, սահմանազատում էս հատվածը մանենք, հետո կողքի գյուղում ենք անելու, Բերքաբերում։ Բերքաբերում 900 հեկտար լճի են կողմում հող կա, մինչև այս պահը։ Որը մերն է, բայց որը մերն է, որը որ մի սանտիմետր չեն տվել։ Մի սանտիմետր հող չեն տվել։ 2 տարի անցել, ուր են մեր հողերը, որոնք որ Մշակովի հողերը են։ Այդ պատի հատվածը որ սարքել են նկարվում են բան, այդտեղ չի հասնում, թե հասնում է ուրիշ տեղ։ Կողքի գյուղն է, Բերքաբերը ներքևի չի հասնում այդտեղ դեռ այդ նոր կառուցած պատը։ Խաղաղության պատը։ Խաղաղության պատը, որ պատկերացնեք 30 մետրանոց պատն է, որը որ ժամանակին Նիկոլ Փաշինյանը ասում էր, որ ծառեր կտնկենք, գնացել են հանդիպան ժողովուրդ, ասեն, բա ադրբեջանցին եթե ճանապարհ են կողմն ալնելու մենք ոնց ենք մեր երեխեքին դպրոց տանելու, ասեց ծառեր կտնկենք մի քանի տարի հետո կաճեն, հետո չեք տենա ադրբեջանցին են։ Հետո երևի իրան խորհուրդ են տվել, որ այդքան էլ ճիշտ չէ, էլի կարելի է ծառի տեղը պատ կառուցել։ Ընդամենը այդ պատը երևի 30-40 մետր է այդքանը։ Դրանից հետո փշարարավոր տան մեջով անցնում է, մի քիչ են կողմն է թիթեղներ է, երկաթյա թիթեղներ է, այլի մի 20 մետր էլ երկաթյա թիթեղներ է։ Ու հիմա ինք եկել է մի հպարտությունը ազգային ժողովում ասում է, ես հպարտ եմ ասում որ 30 մետր հեռավորության վրա հայ երեխան ֆուտբոլ է խաղում։ Ինչ կա դե հպարտանալու։ Դուք տեսել եք այդ ճանապարհի վրա Ադրբեջանի փողփողացող դրոշը։ Ասենք ես այդտեղ հպարտանալու բան չեմ տեսնում, էլի ինչ կա։ Ինքը պրոստը կարող է ներկայացնի պարտությունը որպես փառավոր հաղթանակ, դժբախտությունը ողբերգությունը որպես երջանկություն, ասենք այդ մարդը այդ տաղանդը ունի, պիտի ես խոստովանում այդ տաղանդը ունի, բայց որևէ մի զիջման
դիմաց հայկական կողմը բան չի ստացել ախր, ոչ մի բան չի ստացել։ Ասածս հենց այդ է։ Բա լավ, այդ սահմանազատում սահմանագծում ես անունը դնում։ Ինչի՞ին դեղ չես անում այդ սահմանազատում սահմանագծումը։ Որովհետև Ջեհուն Բարյամովի գրասենյակը, որ հայկական կողմը նամակ ա ուղղել, բաց աղբյուրներում կա 32 տարածքի բնակավայր իրար հետ, որ ասել է, բա հայկական կողմն էլ է տարածքների։ Ասել է մոռացեք այդ տարածքների մասին։ Սևը սպիտակի վրա գրած է, այդ տարածքների մասին մոռացեք։ Այդ ամբողջ ճշմարտությունը։ Ես էլի իրան ուղիղ հարց էի տալի։ Ասում եմ, լավ, այս տարածքները որ տալիս ես, բա ադրբեջանական ուժերը ջերմուկի գլխին նստած են 240 կիլոմետր տարածք բան են արել, օկուպացրել են։ Գնացել են այդ տարածքից, հեռացել են ադրբեջանական ուժերը։ Մի հատ բան կար, հրամանատար կար, բան կար, մարշալ կար։ Ասում էր, բանա չէ, կսովեն, բան կանեն, կգնան այդ։ Գնացին այդ մարդիկ, ուրա Ադրբեջան, հիմա ամրաշինական աշխատանքներ են անում։ Ու պարբերաբար ադրբեջանցիները իրենց դիրքերը բարելավում են անում։ Այդ սուտ են խոսում։ Դիրքերը բարելավում են անում։ Այդ սուտ են խոսում, որ ասում են հայ զինվորը Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներով չի գնում։ Սուտ են խոսում։ Մի հատ թող ծառայող մարդու ընտանիքի անդամի հարցնեն։ Ադրբեջանցիները ստուգում են, որ մեր զինվորները բարձրանում են, թե չեն ստուգում։ Այդ ախր լկտիությանն էլ չափուսահման կա, էլի։ Սրանք բոլոր չափուսահմանները անցել են։ Կրկնում եմ, 2 տարի որևէ գործընթաց չի գնում։ Եվ Հայաստանը մի սանտիմետր չի ստացել ու չի ստանալու։ Սուտ են խոսում։ Սուտ են խոսում եւ գործընթաց բայց այդ գամ դրան կներեք ավարտեմ խոսքս, գամ դրան, որ իրենց տալու տարածքները շատ ավելի մեծ էին ու շատ ավելի շատ էին նախատեսում այդ տարածքները տան։ Դա եւ ոսկեպարի հատվածին է վերաբերվում, որը որ վերջնական հլա այդ հարցը փակված չի։ Իրանք էլ են խոստովանում, որ այդ հատվածի խնդիրներ հլա փակված չի։ Եվ ելի այնտեղ տարածքներ կան, այսպես կոչված անկլավների, որը իրավական փաստաթղթերը չունի Ադրբեջան։ Չկա տենց թուղթ չկա, որ սա անկլավ է։ Ես իրանցից եմ հարցրել, էլի, ասեմ Ադրբեջանը թուղթ ունի, որ էս ինչ թղթով սա պատկանում է ադրբեջանցիներին։ Ասում է, չէ, չկա։ Այսինքն մենք նաև այդ գործընթացն ենք կանխել հետագա հանձնելու, տալու։ Այսինքն նաև այդ շարժումը հենց դրա համար է։ Եվ այսպես YouTube-ի մոնետիզացիան գալիս է Հայաստան ու եթե դու մտածում էիր, որ ճիշտ կլինի ինչ-որ հաղորդում, ոդկաստ սկսեմ YouTube-ում, այդ մոմենտն է։ Բանն այն է, որ մեր Spin IDS Agency-ն զբաղվում է YouTube-ի հետ կապված բոլոր հարցերով, այնպես որ զարգացնել, շատացնել, մոնետիզացնել, սկսել հաղորդում, փոխել հաղորդում, ավելի լավը դարձնել հաղորդումը, համեցեք Spin IDS։ Ցանկացած ոճի, ճաշակի, տաղավար, փոքր, մեծ, շատ մեծ, լսարանով, առանց լսարանի, մի խոսքով ամեն ինչ տեղ ունենք, ինչպես եւ մարքեթինգային ծառայությունների ողջ ցիկլը։ Ձեր ոդկասթի ստուդիան կարող է ունենալ այս տեսքը կամ այս։ Հիմա պատկերացրեք, որ մենք ունենք 9 այսպիսի ստուդիա, այսինքն 36 տարբեր դիզայն ըստ ձեր ճաշակի։ Ու սրանք դեռ փոքրերն են։ Ունենք նաև մեծ ստուդիաներ ավելի մեծ նախագծերի համար։ Բարև ձեզ, սիրելի YouTube-ա։ Հոп, այս տաղավարը արդեն վերցրած է։ 21-րդ դարում քոնթենթը արքա է, որ ոլորտից էլ լինեք։ Ֆինանսներ, իրավաբանություն, քաղաքականություն, արվեստ կամ ուրոլոգիա։ Հոպ, ուրոլոգիան արդեն զբաղված է։ Դուք ունեք արժեքավոր ասելիք։ YouTube պրոդյուսերները հատուկ ձեզ համար կանցկացնեն հետազոտություն եւ կգտնեն լավագույն ֆորմատը։ Մեր ամենազբաղված հաճախորդները կարող են գալ ամիսը 1-2 անգամ կամ նկարահանվել լայվ ֆորմատով։ Կներեք, այնուհետ Spin-ի post-production թիմը կմոնտաժի ձեր հաղորդումը, դիզայն թիմը այն կփաթեթավորի, մարքեթինգային թիմը կզբաղվի առաջխաղացմամբ սոցհարթակներում, իսկ մասնագիտացված YouTube թիմը, որից երկրում այլևս չկա, իր ձեռքը կվերցնի ձեր ալիքի կայացումը։ Spin IDS Agency-ում մենք հաշվի ենք առել ամեն մանրուք ձեր ժամանակը խնայելու եւ արդյունավետությունը բարձրացնելու համար։ Okay, տեսեք, շատ ակնհայտ ճշմարտություններ եք ասում, որոնց հետ դժվար է չհամաձայնվել։ Իհարկե, բոլորս էլ դժգոհ ենք, որ մեր տարածքում դիրքեր ունեն, դժգոհ ենք, որ մեր հասանելիք ինչ որ հողեր չեն վերադարձնել, եթե սահմանազատում ա եղել, հա, ինչ որ մենակ միակողմանի ա եղել։ Այդ բոլորս հասկանում ենք, հա, շատ վատ է։ Նաև ավելի լայն կոնտեքստով վատ է, որ պարտվել ենք պատերազմում, վատ է, որ Նիկոլ եկել է իշխանության 18 թվին, վատ է, որ 30 տարում փոխանակ ուժեղ, հարուստ,
պինդ պետություն կառուցել ենք տենց երրորդ աշխարհի միջին կորպորատիվացիան պետություն, որտեղ ժողովուրդը այնքան կարող է զզվի սեփական իշխանությունից, որ անհասկանալի չփորձված լրագրողի բերի որպես վարչապետ։ Այդ ամբողջը շատ վատ է, այդ ինչ որ նկարագրեցիք, բայց հիմա ինչ անել է պայմաններում, այսինքն այն ինչ որ նկարագրում եք բոլոր խնդիրները, դրանց լուծումները ունեք դուք։ Այո, Ջերմուկի սկսած։ օրինակ մենք ինչ ենք անում, ասում ենք դեմարկացիա եւ դելիմիտացիա պետք է արվի սահմանի երկայնքով հյուսիսից հարավ։ Այսինքն բոլոր կոնտուրները, բոլոր կետերը պետք է համաձայնվեն վերևից ներքև։ Եվ այդ գործընթացը այդ տրամաբանությամբ կամ հյուսիսից կամ հարավից հերթով անելով գայինք, ոչ թե հատվածական սահմանազատում ու սահմանագծում լիներ, այլ բոլոր այդ կետերը որոշված, նաև ԵԱՀԿ կարգավորող նորմերում կա այդ ցուցիչը, այսինքն ինչ ձևով պետք է տեղի ունենա սահմանազատում ու սահմանագծումը։ Դրանցից օրինակ մեկում ասում է, որ այդ սահմանազատումն ու սահմանագծումը, եթե այդ գյուղի կենսական նշանակության ենթակառուցվածքների վրա ազդում է, այդ գյուղի բնականon կենսագործունեության վրա ազդում է, ուրեմն այդ սահմանը պետք է այդ ձևով չգնա։ Ավելի Այսինքն ձեր հիմքը եվրո ինչ որ փաստաթղթի։ Այո, եվրո ԵԱՀԿ կարգավորող նորմերի Քանի անգամ է ԵԱՀԿ կարգավորող նորմը հողի վրա ազդել։ Եթե դու սահմանազատումն ու սահմանագծումը անում ես այն միջազգային նորմերով, դա ոչ միայն եվրոպական նորմ, դա միջազգային ընդունելի նորմեր է։ Օրինակ Հայաստանն ու Վրաստանը 30 տարի սահմանագծում ու սահմանազատում են անում։ Բայց ուշ կիրառելն է միջազգային նորմ, բայց դա չի գործում։ Դե հասկանալի է, մի վաղը միսօր թե ուշ կիրառելով կարող ասի, ես ուժ եմ կիրառում օրինակ Գեղարքունիքի մարզի վրա կամ ուժ եմ կիրառում Երևանի վրա եւ երասխը պետք է մեթոդաբանության հարց է, էլի։ Նիկոլի մեթոդաբանությունը ինչ առաջարկում են, համաձայնվում են։ Ձեր մեթոդաբանությունը ո՞նց է իմպերատիվ կերպով դա պարտադրել։ Մեր մեթոդաբանությունը դա միջազգային իրավունքի նորմերի պահպանումն է։ Մեր մեթոդաբանությունը դա գործընկերների հետ ճիշտ հարաբերվելն է, այսինքն ցանկացած գործընթացում պետք է լինեն նաև երաշխավորված պետություններ, որոնց հետ պետք է աշխատել։ Այդ պետությունը հղում անում նրան, դե դուք կողմնորոշվեք ձեր սահմանը որն է, որ մենք իմանանք որտե պաշտպանենք, որտե չպաշտպանենք։ Այդքան էլ այդպես չի։ Մեր ղեկավարություն կոչվածը ինքը ասում է մենք խնդիր չունենք Ադրբեջանի հետ։ Մենք կարող ենք առանձին մեզ որևէ միջնորդ պետք չի։ Բայց դա միջև էր, երբ որ ջերմուկ մտան, մենք ասեցինք, որ ջերմուկ են մտենք, ասում են, բայց ջերմուկը էդի ում սահմանն է։ Բայց միջև է դուք Արցախյան պատերազմի ընթացքում դուք տեսել եք, չէ՞, այդ մարդու վարքագիծը ոնց է եղել։ Դուք տեսել եք, չէ՞, որ մարդը մենակ նրա համար, որ իրան դավաճան չասեն, այդքան երիտասարդի գլուխ է կերել։ Մենք տեսել ենք, չէ՞, որ տարբեր երկրներից եղել է հայտարարություններ եւ այդ կոպիտ ասած այդ հայտարարություններին բանի տեղ չեն դրել։ Այսինքն մարդը նի դագավորասպասոբնի մարդ է այդ մարդը։ Այսինքն ինքը այդ հասկանալի է, բայց միջպետական համաձայնագիրը եւ նրանով է միջպետական համաձայնագիր եւ կառույց ՕԴԿԲ-ն, որ միտեղ մի օր կարա ընտրվի նի դագավորասպասոբնի, միտեղ շատ բարեխիղճ կարան։ Այդ սաղ շատ երկրորդական հուզիչ բաներ են, բայց ասել որ մոտավորապես ատավուշ это где էլի են մեր բակը ցիտելով ինչ որ տենց բան է մենք վստահ չենք էդի Հայաստանն է թե բանը դու ճիշտ չես բանակցում եթե դու անընդհատ խափելու հակումներ ունես եթե մարդը գնում է բանակցությունների իր բերանով ասում է ես ինձ գժի տեղ եմ դրել բանակցային գործընթացի ժամանակ Հայաստանի Հանրապետության ղեկավար կոչված ասում է ես ինձ գժի տեղ եմ դրել մեր ումից պիտի պահանջենք Պուտինից, Տրամպից, Մակրոնից, չգիտեմ, Ցզինպինից, թե Նիկոլ Փաշինյանից։ Մենք Նիկոլ Փաշինյանին, մենք ասած տեղը ժողովուրդը Նիկոլ Փաշինյանին է ընտրել։ Մենք ինչ ենք մեղավորությունը գցում ուրիշ այլոց վրա։ Դե գցենք մեղավորությունը այլոց վրա եւ այդ հարցը փակին գնա։ Նույնն է, որ ասենք ինչ որ Ֆրանսիան մեկ էլ միջուկային զենք կիրառի ու ասեն, բայց դուք միլիոնատ բան եք ստորագրել, որ պետք է չկիրառեք, դե հիմա Մակրոնն էր։ Չէ, միջուկային զենք դուք այսպես ծայրահեղության։ Չէ, ուզում եմ ասեմ, այդ միջպետական համաձայնությունը վեր չի են բանից, թե տվյալ պահին Հայաստանի ծայրահեղության եք գնում, ծայրահեղության եք գնում։ Տեսեք, հիմա ես իրենց արդարացնելու որևէ մի ցանկություն չունեմ, Ադրբեջանը բռնապետական երկիր է, վատ երկիր է եւ այլ եւ այլ եւ այլ։ Բայց դուք Ջեհուն Բայրամի հարցազրույցը լսել եք, թե ինչն է հիմք հանդիսացել Հայաստանի վրա հարձակման։ Ասում եմ մենք այդ ամբողջ ընթացքում փաթեթներ ենք պատրաստում եւ մեր միջազգային գործընկերներին տալիս ենք։ Արցախը Հայաստանը եւ վերջ
այդ հայտնի Տավուշյան պատերազմի ժամանակ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ այլևս Հայաստանը տարածաշրջանի եւ այլն է, Տոնոյանի հայտարարությունը, որ ասում Չէ, է որ մենք կազուս բելի տվել ենք, չեմ վիճում, բայց հիմա մենք այդ մարդկանց հետ մեր կապերը խզում ենք, ասում ենք սկսում ենք զրոյական կետից, մենք արդեն տարածաշրջանի ասողն ենք, մենք էլ ասում ենք, ախպեր, մեզ հետ ոչ մեկ չի խոսում։ Ախր բայց մեր հետ այդ դրանից առաջվա քայլերը չենք ուզում տենանք, որ մենք ակնհայտ այդտեղ կիքս ենք տվել, սխալ ենք տվել, սխալ ենք արել։ Հետո գալիս է հարցնում վերջի կետին, ասում ենք, բա մեզ ոնց որ թե լսող չկա։ Բայց մենք պետք է ամեն ինչ անենք, որ մեզ լսողը լինի։ Մենք մեզնից է այդ ամեն ինչը կախված։ Հիմա կարանք մեղավորության բաժինը դնենք տարբեր երկրների, տարբեր պետությունների, բայց դա ինչն է փոխվում։ ինձ թվում է, եթե որևէ հիմա մասնավորապես դες չեմ ասում, որևէ ընդդիմադիր ուժ Հայաստանում այնքան ակնհայտորեն ժողովրդի աջակցությունը վայելի, կկարողանա մի քիչ ավելի տենց բան դիրքից խոսել, ավելի sense արխային, բայց հիմա sense ոնց նայում ենք, ոչ ոք sense մեծամասնություն չունի, որ sense սրբելու է տանի, եւ այդ թվում ձեր ուժի մասին նաեւ ինչ որ հարցում ասում է գուցե 8%-ը կհաղթարի թե չէ, ինչ որ հարցում ասում է կհաղթահարի եւ հետո ինչ որ կոալիցիայի մաս կկազմի, բայց այս սաղ տենց չի թույլաtsնում кейսը ընդդիմության, էլի, եթե ժողովրդի մեծամասնությունը մեկա գնալու է ընտրի, իսկ ինձ թվում է ավելի տոտալ մեծամասնությունը вообще չի մասնակցելու այդ ընտրությանը։ Այդ շատ վատ է, որ չի մասնակցելու։ Այսինքն ընդդիմությունը Սկսենք ճիշտ չի կոմունիկացնում, որ այս մի հատ sense կատաստրոֆա է։ Առաջինը ընդդիմությունը պիտի քարոզի, ասի, որ Ժողովուրդ ջան, պարտադիր պիտի մասնակցեք ընտրություններին, էլեկտորալ process-ներին մասնակցությունը անչափ կարևոր է։ Դա ոչ թե կարևոր է, դա պարտականություն է։ Օրինակ ես որ տարբեր երկրներ գնում եմ, զարմանում են, էլ ասում եմ, ոնց։ Ասենք մեր մոտ 80-90% яв կա, օրինակ ես վերջերս Շվեդիայի, ասում իրանց համար զարմանալ է, որ մարդը ոնց կարա Կարծում չմասնակցի։ տուգանքներ կան, որ չէ։ Ատուգանքներ էլ կան, բաներ էլ կան, այսինքն իրանց համար սա զարմանալ է, այսինքն պետք է ամեն ինչ անենք, որ մեր հայրենակիցները գնան ընտրատեղը, դա շատ կարևոր է, որ գնան իրենց պարտքը կատարեն։ Այդ մեկ։ Երկրորդը, թե օրինակ այդ տոկոսների հետ կապված, որ ասում են դե 8%-ը հաղթահար, իրական այդպիսի խնդիր իսկ մենք մեր առաջ չենք էլ դեր։ Ոչ թե մեծախոսություն չլինի, այդ 8%-ը կհաղթահարվել շատ ավելին կլինի։ Այստեղ ամենակարևորը մասնակցությունն է, որ մասնակցությունը պետք է լինի, անպայման պետք է լինի մասնակցությունը, եւ այդ անտարբերության այդ պատը ջարդելն է, որովհետեւ շատ մեր հայրենակիցներ անտարբեր են, չգիտեմ։ Դեմ ասում, որակապես այլ կամ որակապես նոր բան չեք ասում Քարոզ Արշավի ընթացքում միջև այս պահը։ Տեսեք, որակ կուսակցությունները գնում են կամ դաշինքները գնում են ընտրություններ իրանց ծրագրերով, ճիշտ է։ Գյուղատնտեսության հետ կապված, անվտանգության հետ կապված, արտաքին հարաբերությունների հետ կապված, չգիտեմ, փոքր ու միջին բիզնեսի հետ կապված։ Մենք այդ առաջարկները ներկայացրել ենք ու շարունակելու ենք ներկայացնել։ Մենք ունենք ծրագրեր տարբեր ոլորտների հետ կապված ունենք ծրագրեր, նույն ստաժի հետ կապված գյուղատնտեսությամբ զբաղվողների, տաքսիստների ստաժի հետ կապված, այնտեղ փոքր ու միջին բիզնեսի հետ կապված, այո, փոքր ու միջին բիզնեսի հետ կապված այդ հետվերադարձի եւ դա Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին աշխատել է այդ մեխանիզմը։ Փոքր ու միջին բիզնեսը, ես որպես բիզնեսի մարդ եմ ասում, փոքր ու միջին բիզնեսից սկսած եւ այնուհետեւ շատ ավելի մեծ հիմնարկներ ու ձեռնարկություններ մասնակցություն ունեցող ձեռնարկությունների աշխատանքի մարդ, ես կարող եմ ասել, այդ պայմանները ստեղծված էին, որ կարողանա աճել տնտեսությունը։ Ես գյուղատնտեսության մեջ աշխատած մարդ եմ եւ ես տեսել եմ, թե ոնց կարա Հայաստանը դառնա ինքնաբավ կոնկրետ այդ ոլորտներում եւ ոնց կարա Հայաստանը արտահանի օրինակ այդ ապրանքները Վրաստան։ Վրացիները զարմանքով էին նայում, որ ոնց Հայաստանը շրջափակման մեջ գտնվող Հայաստանը ապրանքները արտադրում եւ այդ ապրանքները մատակարարում է Վրաստան։ Այսինքն այդ ամեն ինչը եղել է։ Շինարարության աճել է եղել, գյուղատնտեսության աճել է եղել, այսինքն բոլոր ոլորտներում բավականին դրական իրավիճակ է եղել։ Բայց ուշադրության կենտրոնում մեկը միջանձնային պայքարն է։ Մենք ճիշտ ենք եղել, երրորդ նախագահն է սխալ, Նիկոլն է բան, մենակ դες չուն նկատի, բոլորի մոտ փոքրիկ խմբակը բանը, այս ծրագրային մասը ընդհանրապես երկրորդ պլանում էլ չի, ոնց որ երրորդ պլանում է, ասենց ավելի կարևոր է parzել Պապլավոկում վերջը ինչ եղավ, դաշնակցության շրջաբերականը, ինչ որ ասենց լրիվ անկարևոր բաները գալիս են սա ուշադրությունը կլանում են, դրան ժողովրդի ուշադրությունը չի էլ հասնում։ Հիմա օրինակ փոքր օրինակի վրա ես բերեմ։
հարցում եմ ուղարկել Տավուշի մարզի անջրդի հողատարածքների հետ կապված, քանի հեկտար է անջրդի։ Եվ պատասխանը եկել է 25000 հեկտար անջրդի հողատարածքներ կան, 2 տարի առաջ եմ այդ հարցում ուղարկել։ Եվ առաջարկություններ եմ ներկայացրել տարածքային կառավարման նախարարությունը, որ այստեղ կարելի է պոմպակայան աշխատացրած, այս Աղստև գետի ուրեմն ռեսուրսները կարելի է ջրային ռեսուրսները, Դեբեդի ջրային ռեսուրսները օգտագործած, օրինակ Բագրատաշենում ձիթենու այգիներ ավելացրած, որովհետև այդտեղ հողատարածքներ կա, ջուրներ կողքով գնում է։ Կողքով, ուղղակի կողքով գնում է։ Մենք ասում ենք Իսրայել, բայց մենք այն որ ասում է դարերով հետ ենք Իսրայելից, էլի որ ծովից ջուրը բան անում, ֆիլտրում բան անում, չէ՞։ Այսինքն մեր քթիտակով այդ ջուրը անցնում է, գնում է ճշնամական երկիր կամ հարևան երկիր։ Մենք այդ ջրային ռեսուրսները չենք կարող օգտագործենք։ Ու 2 տարի հետո էլ եմ հարցում ուղարկել։ Ասում եմ, ինչի՞ չի օգտագործում այդ ջրային ռեսուրսները։ Ասում է, դե լղոզված պատասխաններ եւ այլը, այսինքն կոնկրետ ասել եմ, ստեղ կարակ պոմպակայան դնեք ու 500 հեկտար հող ռոքելի դարձնեք, որ կարա ձիթենու այգիներ դառնա, ասել են փող չկա դրա համար։ Այսինքն փող չկա դրա համար փող չկա, բայց կառավարական դաչայի համար փող կա 630 քանի միլիոն փող կառավարական դաչայի ծախսերի համար փող են հատկացրել։ Պլյուս պարքիավճարները։ Պլյուս պարքիավճարները, պլյուս այն մեկը, ասենք կարելի է անել։ Ու այդ հնարավորությունը տալիս է մեզ աշխարհում հիմի ջրի կռիվ է, բայց մենք մեր ջրային ռեսուրս չենք կարող օգտագործենք։ Տավուշի մարզում օրինակ ջուրը մեր թաղամասում ջուրը տալիս են օրինակ սուտկայի մեջ մի ժամ, բայց նայում ես այդ ահռելի ջրերը որտեղ է գնում։ Կամ հակակարկտային կայանների հետ կապված, էլի առաջարկներ եմ ներկայացրել, որ պետք է հակակարկտային կայանները ավելացնեն, որովհետև մարդկանց բերքը բան է անում։ Մի հատ հակակարկտային կայան չեն ավելացրել։ Պատրաստի ջրամբարը կա, Իջևանի սև սպիտակ լիճ կներեք ջրամբարը որ կա։ Այդ պետք է մաքրման աշխատանքները արվեն, այդ լիճը դառնա համ զբոսաշրջային կենտրոն, ձկնորսության բանի համար, համ էլ ինքը ոռոգման համար շատ մեծ նշանակություն ունի։ Դա ինչի ներդրողով չի լուծում այդ հարցը։ Ոչ ներդրող էլ է եկել, այդ ներդրողին էլ են, սենց մեր լեզվով ասած, հուշ տարել այդ մարդը գնացել է։ Ոչ ներդրողն է անում, ոչ պետական ծրագրերով են անում, ասում է բյուջեն փող կա, ջրամբարաշինության վրա փող չենք խնայում։ Ինչի՞ չեք սարքում։ 3-4 տարի ասել եմ։ Այսինքն փոքր օրինակներով են բերում այս ամեն ինչը, բայց իրապես բազմաթիվ առաջարկներ ենք ներկայացնում, բացի քննադատությունը, բացի այն ամեն ինչը, նաև առաջարկություններ ենք ներկայացնում։ Այդ առաջարկությունները չի օգտագործվում, չի իրականացվում։ Այսինքն պետք է մարզերում քարտեզագրում արվի, որտեղ կարա туриզմը զարգանա, որտեղ կարան օրինակ կարալոկի այգիներ դնել, որտեղ կարան թզի այգիներ դնել, որտեղ պետք է խաղաղագործությունը զարգանա, որտեղ պետք է տեքստիլը զարգացնեն, օրինակ հիմի տեքստիլի հետ կապված էլի բավականին դրական միտումներ կա։ Այս ամեն ինչը պետք է ճիշտ ձևով կարենան բան անեն, էլի իրականացնեն, սենց ասած։ Ինձ դժվար է ինչ որ բանով հակադարձել, որովհետև շատ կողմից մասնագիտական է, մի կողմից այդքան տեղյակ չեմ, էլի երկարաժամկետ այդ ոլորտում ինչ է կատարվել, բայց եթե ես փորձում եմ որպես նաև 90-ականներ, 2000-ականներ տեսած մարդ, հիշեմ ոնց էր այն ժամանակ ջրի կառավարման հարցերը, ոնց էր հիմա ջրի կառավարման հարցերը, ես չգիտեմ, բայց ես չեմ հիշում նաև փողոցում քալող մարդիկ, ովքեր Քոչարյանորոք ասում են ինչքան լավ է ջրի կառավարման հարցը դրված Հայաստանում, այսինքն Սևանը թողելու ես հիշում եմ, հա, փոխանակը, որ Սևանը անդադ իջնում էր, այդ խնդրեմը կար, բաց են թվում բան, ջրամբարները հիմա որ պետքա սարքեն ու չի սարքվում, այդ համաձայն եմ, եթե այդ ասեցիք համաձայն եմ, ասեք ու միանգամից կհամաձայնեմ եմ կամ կապսի ջրամբարը պետքա սարքել։ Ընդհանրապես մի ջրամբար է կառուցվել, դա կիսատ, որովհետև մրցույթը հայտարարվեց, բայց խոստում են տվել 10-ից ավելի ջրամբարներ կառուցել։ Հա, շատ վատ է։ Հիմա ես ձեզ հետեւյալը ասեմ, էլի 2000-ական թվականներին, որպես ես գյուղատնտեսության մեջի մարդ եմ ասում, ոչ այս գինին կար, ոչ այդ այգիները չէին ձկնաբուծությունն էլ նոր էր սկսում։ Ձկնաբուծությունն էլ չկար, այգիներն էլ չէին նոր սկսել են այգիներ հիմնելը։ Ես իմ օրինակով եմ ասում, հարյուրավոր հեկտարներ հողեր ես մշակովի եմ դարձրել։ Հազարամյակի մարտահրավերներ ծրագրով, նույն նաև Ամերիկայի հետ համագործակցության շրջանակներում կիսախողովակներ են
կառուցվել, որտեղ որ նաև ռոքելի են դարձել այդ հողատարածքները։ Այսինքն զրոական վիճակից գյուղատնտեսությունը հասել է զարգացման շատ բարձր մակարդակի։ Այսինքն այնպես չի էլի որ հեշտ ա եղել, ոչ պոմպակայաններ էր աշխատում, ոչ ջրատարներ կար, ոչ նորմալ հողագործությամբ էին մարդիկ զբաղվում։ Հայաստանը ամբողջությամբ այդ գյուղմթերքը թռչնամիս, չգիտեմ, ձու, տարբեր գյուղատնտեսական ապրանքներ ներմուծում էր։ Մոռացել եք Թուրքիայից որ Պարսկաստանից ձու էր ներմուծվում։ Սասիսկաներն էլ եմ հիշում կանադական Այո, 400 դրամով։ այո, մսամթերքի արտադրություն էլ չկար, որևէ մի արտադրություն չկար։ Ամիսներով մոռացել եք որ մարդիկ թոշակ ու աշխատավարձ չեն ստանում։ Դե այդ Ենթակառուցվածքները ամբողջությամբ ավիրված են։ Գործարանները մետաղի ջարդոնի տեղ Բայց- տարել էին, տանում էին մեր հարևան Իրանի Իսլամական Հանրապետություն, Այդ- ուղղակի մետաղի ջարդոնի տակ։ Այսինքն Բայց- տնտեսությունը ամբողջությամբ կներեք, փլուզված վիճակի մեջ էր։ Եվ եթե այդ ամեն ինչը մենք չգնահատենք, ես այս տասնյակ օրինակներ կբերեմ։ Ծխախոտագործություն, այնտեղ տարբեր էլի պահածոների արտադրամասերի հիմնում, որ հնարավորություն տվեց նաև այդ գյուղմթերքը մթերելու, այսինքն շատ լուրջ գործարաններ ա կառուցվեց, գյուղատնտեսության մեջ հսկայական ներդրումներ ա արվել։ էվոլյուցիոն ամեն ինչ կամաց զարգացել է։ Ու ինձ որ հարցնեք, իմ կարծիքով ամեն տարի ինչ որ բան դեպի լավը փոխվել է ամեն դեպքում, ինչ որ վայրիվերումներով, բայց 90-ից տենց 0-ից ոնց որ սկսել ենք փլատակներից, բաներից ու ամեն տարի, ամեն նոր փուլով ինչ որ բան զարգացել է։ Ցավալի բան ասեմ, բայց միջին վիճակագրական հային, որ հարցնեք, երբ կուզենայիր ապրել 94 թվականին, երբ հենց նոր ենք հաղթանակ տարել, թե հիմա, երբ տենց բարեհոգեբանական ծանր վիճակա, վստահ չեմ, որ մեծ մասը կուզենային հաղթանակի տարիները 90-ականների վերապրել։ Բայց ուղղակի սա լիրիկական ձևում։ Այդ ընթացքում ջրի եւ այլն խողովակներ եւ այլն որ ասում եք, նաեւ կարծեմ հենց այդ ժամանակ էր որ ջրա ձկնաբուծությունը սկսեց զարգանալ ու իմ ծանոթները USAID-ում տենց ամերիկյան կազմակերպություններ, որոնք գյուղատնտեսության ծրագրերով են զբաղվում, նրանք ասում են, որ այդ ձկնաբուծարանները ըստ օդից կախված լուրերի Հովիկ Աբրահամյանի այն ժամանակ ահագին կշիռ ունեցող մարդու ենթակայության տակ ուղղակի Արարատյան դաշտի մաման լացացրեցին ջրի պաշարների։ Տենց մի հատ տեղ չէր մնացել, որտեղից ջուր չէին քաշում ու արդյունքում այդ ոնց է կոչվում այդ ստորգետնյա ջրերը ուղղակի ցամաքացրեցին ու շատ վատ վիճակի բերեցին, բայց քանի որ արագ փող էր պետք, ոնց որ պետությունը աչքերը փակում էր դրա վրա։ Ինչն է ցամաքել։ Արարատյան դաշտը Մի ցամաքացա Արարատյան դաշտը։ այն մասը, որտեղ ձկնաբուծարաններ էին, այդ ջուրը որտեղից էր գալիս, այդ ջուրը օդից ոչ Ջուրը էր գալիս։ ընդերքից է։ Այսինքն էդի Դե- խապկանք է, որ այդ ընդերքային ջրերը որ կան, որ օգտագործում են օքեյ, ուրեմն սխալ է այդ USAID-ի փորձագետը, ձկնաբուծության օքեյ։ ձկնաբուծության համար օգտագործում են, այստեղ ուրիշ հարց կա։ Կան տիրազուրկ հորեր, որոնք որ օրինակ այդ հորը խփել են, տիրազուրկ, կոչվում է տիրազուրկ, որ պետք է կոնսերվացվի։ Այսինքն ջրեր կան, որոնք որ անխնա գնում են թափվում են բան են անում, դա պետք է կոնսերվացվի։ Այդ կոնսերվացման աշխատանքը ճիշտ չի կատարվում, լավ չի կատարվում։ Այդտեղ էլ են փողեր մսխվում։ Հիմա առաջ լավ էր կատարվում։ Չէ, տեսեք ոնց է։ Այդ ձկնաբուծության պիկին, որ մարդիկ հորեր էին խփում եւ ձկնաբուծությամբ փող չէին տալիս, էլի, ձկնաբուծությամբ էին զբաղվում, դա նպաստեց, որպեսզի արագ այդ ոլորտը զարգանա եւ մենք հսկայական քանակությամբ ձկնամթերք արտահանում ենք, միջև հիմա էլ արտահանում ենք ԵԱՏՄ երկրներ։ Մեր կոնկուրենտը այս տարածաշրջանում դա Թուրքիան է, այդ նույն ջրային ավազանի մեջ է նաև Թուրքիան։ Գետի այն կողմը թուրքերն էլ ունեն, թուրքական կողմն էլ ունի ձկնաբուծարաններ, որը հենց զբաղվում է ձկնաբուծությամբ։ Եթե մենք չենք զբաղվում, այդ ընդերքային այդ ջրերը իրանք են օգտագործում, տարբերություն չկա։ Ես համաձայն եմ այն մտքի հետ, որ պետք է ճիշտ եւ ռացիոնալ օգտագործվեն ջրային պաշարները, բայց դուք պատկերացրեք, որ օրինակ ձկնաբուծությունը չզարգանար։ Հազարավոր աշխատատեղեր կան այդտեղ եւ նաեւ հիմա հայկական ձուկը դարել է բրենդ։ Օգտագործելու է Թուրքիան, որ Թուրքիան էր օգտագործելու։ Հիմա այս առումով ես անկեղծ համաձայն չեմ ձեր մտքի հետ։ Այս վերջում էլ նաև օրենք բերեցին, որ փակ շրջանառու համակարգի հետ կապված եւ այլը, հետո ձկնաբույսները բուն տարեցին, հիմի մտելադատական գործընթացի մեջ բավականին լուրջ խնդիրներ ա ստեղծելու
ձկնաբուծությամբ զբաղվող մեր հայրենակիցների գործունեության մեջ եւ հիմա եթե մեր կոնկուրենտը Թուրքիան է ինքը պետության կողմից նաեւ սուբսիդավորում է ստանում գյուղատնտեսության տարբեր ճյուղերի այսինքն նույն ռուսական շուկան մեր կոնկուրենտը Թուրքիան է ձկնաբուծության մեջ եւ պետք է մենք ամեն ինչ անենք որ պայմաններ ստեղծենք մեր ձկնաբույսների բնականon աշխատանք ապահովելու։ Ես մեր ձկնաբույսների ցավը տանեմ ու եթե ես սխալվում եմ ու իրականում Հովիկ Աբրամյանի Արարատյան դաշտավար եթե շատ լավ վիճակում է այնտեղ վարի չի գնացել այլ գյուղատնտեսական նպատակներով ես ներողություն Հարգելի Սերգեյ ջան, իրանց մոտ գիտեք ոնց է։ Օրենք ընդունում են, հետո բերում հետ ողորմ է անում։ Նույն ավտոներկրողների հետ կապված ես մեռա ասելով ասում եմ այս ավտոներկրողները մեր հայրենակիցները հսկայական գումարներ են բյուջե մուտք անում, էլի։ Հիմա մի մոտավոր հաշվարկներով կես միլիարդ դոլար բյուջե չի մտել։ Իրանց այդ նյուանսը կհիշացնեք ինչի պատճառով որովհետև թանկացրին այդ պոշինանները, բաները, անընդհատ ոնց որ լրացուցիչ բեր դնելով ավտոներկրողների, այդ ավտոներկրողները որ կան, որ գալիս էին Ղազախստանից էին գալիս, հետո գալիս էին, ստեղից առնում էին, փող էին ծախսում ստեղ բան, գնացին ուրիշ երկրներ։ Հիմա նույն Ղրղստանը այդ գործը անում է, այսինքն ուրիշ շուկաներից ներմուծվում է եւ ԵԱՏՄ շուկա է մտնում։ Այդ մեքենաները որ կար։ Այդ գործը մենք էինք անում։ Հայկական կողմերը հսկայական միլիոնավոր դոլարներ մի քիչ էլ օբյեկտիվ բան չկար, որովհետև այդ ժամանակ հիշում եք, տենց շատ քչերը վախելով չինական մեքենա կգնեին, հիմնականում ԱՄՆ-ից ներկրված մեքենաների մասն էր, հիմա դե տենց գնաց մեքենաշինությունը, որ էլ ինչ Ամերիկայի խփած մեքենա, հենա Չինաստանն է, Ղրղստանին ավելի մոտ է։ Ես ուրիշ բանով եմ ասում եմ այդ մեքենաները բերում էին Հայաստան։ Դե հիմա Չինաստանից չեն բերելու Հայաստան, Հայաստանից տանեն Ղազախստան, ինչ աբսուրդ է։ Ամերիկայից, տարբեր երկրներից այդ մեքենաները ներմուծում են Հայաստան։ Այդքան շատ չեն ներմուծում։ Չէ, նայեք, այդ խփած մեքենաներ, մի քիչ պրոբլեմային մեքենաներ կար։ Այդ մեքենաները սենց մեր վարպետների մոտ սարքում էին, բան են անում, ծախում էին Ղազախստան էին ծախում, Ռուսաստան էին ծախում, փողեր։ Դե հիմա Ղազախներ Չանգան է ուզում քշի, ոչ թե խփած Տեսլա։ Չէ, բայց ով է ասում, որ մենակ Չանգան է ուզում։ Շուկան է։ BYD է ուզում։ Շուկա, դե դուք բան եք, չէ՞, Չէ։ ձեր հովանավորը։ Չէ, դե օբյեկտիվ հիմա BYD-ը քշում ուրակին։ BYD-ը։ Դե հիմա BYD-ն է Չինաստանի ամենամեծ հայտնի արտադրողը հիմա։ Չէ, նայ։ Ինչ մեղքն է։ Չէ, ոչ մի ամաչելի բան չկա։ Շուկայում Coming out։ Շուկայում Toyota-ի պահանջարկել կա, Mercedes-ի Այ Toyota հələ պահանջարկել կա։ Այսինքն տարբեր մեքենաների պահանջարկ կա։ Հասկանում եմ, ապա մեջ հենց մեր համար ուղղակի թող բաց լինի, ով ուզենա, որտեղից ուզենա տանի։ Չէ, բայց ուզում եմ ասես, թե բնական տարել կա, էլի, ինչ չի որ այդ շարժեր ապահովում, այդ հետո մարդիկ կային, իրենք օրինակ տարին մի քանի մեքենա բերում էին, վաճառում էին, իրանց կողքից գումար էր գալիս, էլի, այսինքն իրանց տունը պահում էին։ Հիմա էդ էլ են փակել, այսինքն այդ հնարավորություններն էլ է սահմանափակվել։ Հիմա արդեն ուզում են բերեն օրենք արդեն երկրորդ ընթերցման, որ որոշակի առումով կարենան այդ բանը, այսինքն նայեք Հայաստանի ազգային ժողովի խնդիրն էլ որն է։ Հետ օրենսդրական վերահսկողություն չկա։ Մի բան, այսինքն մի օրենք որ ընդունում են, ես նաև միջազգային փորձն եմ ուսումնասիրել, օրենքը որ ընդունում են, մի հատ չեն նայում, տենան 3 տարվա կտրվածքով, 4 տարվա կտրվածքով, 2 տարվա կտրվածքով, այս օրենքը ոնց է աշխատել։ Մի հատ զբաղվեն այդ օրենքներ կա, որ ես զբաղվում եմ անհատապես, բայց դա մեծ աշխատանք է, որ տենց օրինագիծ առաջարկել են, այդ մարդկանց օգուտ է թե վնաս է։ Դե դուք խմբակցությունով այդ օրենքը բերեք, որ ամեն նոր օրենք պետք է ունենա։ Մեր ցանկացած բերած նախաձեռնություն սվիներով է ընդունվում եւ չի ընդունվի։ Նույն ասում ենք թոշակը պետք է բարձրանա, չէ՞։ Գալիս էր ասում մենք հնարավորություն ունենք թոշակ բարձրացնելու, դուք պոպուլիստները ասում եք թոշակը բարձրացրեք, մեր վիճակին նայեք, ձեր ասելուն նայեք, բան, մեկ էլ բյուջեին փող չկա ասում եք, բյուջե քննարկման ժամանակ ասում եք խեղճ թոշակառուն, ես ելույթ եմ ունեցել, ասում 35000 դրամով ո՞նց է ապրելու։ Ասում էր, բա հետո եկավ պատասխանեց, ասեց, այդ 10000 դրամը որ տանք ինչ անելու։ Մեկ է տեսա որ ուզում են այդ 10000-ը։ Տեսա որ բունտ է հասունանեմ։ Եկավ ասեց բյուջեի արդեն քննարկումը պրծած, բյուջեն հաստատած, ասեց 10000 դրամը տալիս եմ։ Այսինքն իդեալական բերեցիք իմ մյուս հարցին։ Հիմա որ այդ առաջարկը մենք ներկայացրել ենք, խմբակցությունով ներկայացրել ենք, որ թոշակները ես քրոնոլոգիան լավ հիշում եմ։ Հիմա
Ինչն ենք անում այլ կերպ, որ 26.31 թվականների ազգային ժողովում այս սրա точный կոպիան կամ ավելի վատը չի լինելու, որովհետև դե հարցումներին նայելով ոնց որ մոտավորապես է տալնում, մի քիչ տուդա-սուդա, նայեք 21 թվին կար է դիլեման։ Հիմա դուք վերցնեք մանդատները, չվերցնեք մանդատները, դուք հիմնավորեցիք, որ SSS պատճառներով կվերցնենք, օր ու ցերեկ իրանց չենք տա, մի խոսքով էդի տենց ոնց որ չեղավ։ Հիմա ին սիրտս վկայում է, գալու ենք նույն դիլեմայի առաջ կանգնել։ Ուրիշ ռասկլադով չեն գալու նույն դիլեմայի առաջ, հետո այդ մանդատների վայր դնելու պահնել։ Չէ, ուզում- Կարճ ասեմ, Հա։ օրինակ Չէ, ես հիշում եմ, Վրաստանում քիչ է ընդդիմությունը մանդատները վայր դրեց։ Վրաստանի խորհրդարանը ծրվեց։ Դե հիմա այդ Այդ խորհրդարանը ինչ էլ անի, կեղծ շատ թեզ ա, ավելի քիչ Այդ լեգիտիմ է, կեղծ թեզ է, գալով նրան։ Լավ, հիմա ասած Նիկոլ այդ Փաշինյանը, միջինացված։ Նիկոլ Փաշինյանը 50+1 չունի։ Հա, Հաստատ հա, ասում։ հիմա միջինացված, օքեյ, Նիկոլ Փաշինյանը իր 40% ունեցավ, 40% էլ 40 էլ ունեցավ բանը, մեր ձևով 20 էլ դուք։ Չէ, դա ինչ որ արդեն դուք խախտեցիք։ Լավ, մի խոսքով չի ստացվում մեծամասնություն ձեզ ձևավորել։ Ինչն է այլ կերպ անելու։ Չէ, ես համոզմունք ունեմ, որ ճիշտ աշխատանքի դեպքում մեզ հավաքական ընդդիմությանը հաջողվելու է իշխանություն ձևավորվել։ Ես անկեղծ եմ ասում, ես չեմ տեսնում որևէ ուժ, որը ունի 50+1, չկա տենց բան։ Ես հավաքական ընդդիմությանը տեսնում եմ, որ 50+1 կա, այս պահի դրությամբ Իսկ կա։ եթե մի մեծ ուժ մեկ այդ ընտրություններից առաջ դուրս է գալիս մրցապայքարից, Ես դրա համար նաև մենք առաջարկել ենք միասնական ճակատի ձևավորում։ Դա միասնական ճակատի ձևավորում, դա չի նշանակում, որ մեկ ցուցակով հանդես գալ։ Այսինքն, եթե մենք դուք դեմ եք դրան։ Չէ, Ես հիշում եմ չէ, դուք ասցիք թող Այդ բոլորը ուրիշ չէ, այդ մասնակցեն։ ուրիշ բան է, Բա- այդ ուրիշ բան է։ Իրար չհարցակվել ընթացքում, իրար Այո, խանգարել։ իրար չպետք է Ինչի չի ստացվում Չէ, դե մի րոպե, բայց ինչի՞ չի ստացվում։ Ուժեղ Հայաստանը ձեզ չի հարցակվում, դուք իրենց չեք հարցակվում, հանրապետական չի մասնակցում։ Yeah. Ով է հարցակվում, Թաթերանն է ձեր վրա հարցակվում։ Տեսեք, միշտ էլ լինում են մարդիկ, որոնք որ սենց, չգիտեմ, թե տակտիկա է, ռազմավարություն է, մարտավարություն չի, ինձ համար անընդունելի է, որ սենց կսմիթներով բանով, էդի դրա ժամանակը չի, դրա վախտը չի։ Հիմա մենք լրջագույն խնդրի առջև ենք կանգնած, մենք ինչ ենք ասում ենք, եթե ուժերից մեկին չեն գրանցում, ուրեմն ամբողջ մեր ուժը կարողականությունը դնում ենք այդ պայքարի մեջ։ Ճիշտ է էդի։ Ոչ թե պետք է մեկին գրանցումից հանեն, մեկը ուրախանա, ասի, վայ, ես ինչ լավ է, այն մեկը բանով ես մի քանի տոկոս ավել կստանամ։ Հարցս կոնկրետացնեմ, եթե նույն պատկերն է ալնում, ինչ որ 21 թվին եղավ, որտեղ կա մի հատ մեծամասնություն, ուժ ու երկու հատ չմեծամասնություն։ Եթե այդ նույն պատկերը եղավ, կապ չունի ով որտեղում է, դուք մանդատ էլի վերցնելու եք, թե Նույն չէ։ պատկերը չի լինելու։ Դե դրա համար եթեով է հարցս։ Սահմանադրական մեծամասնություն չի ստանալու Նիկոլ Փաշինյանը։ Ես համոզված եմ, որ այս էլեկտորալ պրոցեսների ընթացքում ինքը այդ մեծամասնությունը չի ունենա, մեծամասնություն ունենալու անդիմությունը եւ ես ուրիշ բանի մասին մտածել չեմ ուզում։ Okay, մի հարց էլ ունեմ կապված վերադառնանք Սրբազան պայքարի ժամանակաշրջանին, որտեղ դուք բավական ակտիվ եք ու հենց սկիզակետում եք այդ ամեն ինչի։ Դրա համար ձեր կարծիքն է հետաքրքիր, որ պահից եղավ, որ այդքան մեծացող, հասունացող ու շատ ռեալ թվացող նախաձեռնությունը ինչ որ պահի սկսեց մարել, որտեվ կա տենց կարծիք, որ այն մեծ հանրահավաքի ժամանակ արդեն մարդիկ զգում են, որ այ հիմա իրոք այն պահն է, որ կարա շրջադարձային լինի, բայց երբ ոնց որ այդ օրը տուն ուղարկվեցին մարդիկ հաջորդ հանդիպման ժամանակ, շատերը սկսեցին հիասթափվել կամ բան ունել։ Ինչ որ բան կա դրա մեջ ճշմարտության հատիկ եւ ըստ ձեզ որ պահից չաշխատեց դա։ Տուն ուղարկելի ես համաձայն չեմ, ոչ մեկին տուն չենք ուղարկել, ես էլ Սրբազաններ ամբողջ գիշեր եղել ենք հրապարակում։ Մարդիկ կան, որոնք որ կաղա հոգնած են, բան, ասենք այդ տուն գնալ էլ բան չէ, մարդը կարա գնա տուն, չգիտեմ, մի քանի ժամ հանգստանա, չգիտեմ, իր կարիքները հոգա, էլի գա, դա բան չէ, էլի, նես չի որ։ Դե տուն գնալը նկատում գործողությունների չեք մղել։ Նես չի որ գիշերը, ասենք խոսքի, եթե մարդիկ 5-6 ժամ կանգնած մնային, երկրում բան էր փոխվելու, չէ, ամենակարևորն այն է, որ մարդիկ պունկտուալ գային, ասենք խոսքի այդ ինչ ժամին, այս ինչ տեղը գործողություններ անեն, խաղաղ անհնազանդության գործողություններ։ Մենք ինչ ենք ասում, մենք ասում ենք, որ
եկավ հասավ մի պահ, երբ որ հրապարակը լեփլեցուն էր, բան, տասնյակ հազարավոր մարդիկ կային։ Մի ժամ տրվեց Փաշինյանին։ Այո, հետո խորհրդակցություններ եղավ ազգային ժողովի падգամավորների հետ, ասացինք, որ մենք այս գործընթացը, որ կար impeachment-ի գործընթաց ենք նախաձեռնել եւ այլ։ Հիմա դրանից հետո արդեն պետք է մենք ինչ ենք ակնկալում եւ մեր բանը ինչ էր, նաեւ ես ու Սրբազանն ենք գնում ենք համասարաններ, ուսանողությանն ենք ոտքի հանում, գնում ենք տարբեր հաստատություններ եւ այլը, այսինքն այդ ամեն ինչը շատ լավ էր ընթանում, շատ լավ էր գնում։ Ես հաղորդման սկզբից ինչ ասեցի։ Հիմա մեղադրանքով չեմ ասում, էլի, բանով չթվա թե ինչ որ մեկի մեղադրում եմ կամ բան եմ անում։ Եթե այն ուժերը ամենայն հարգանքով ես շատ հարգում եմ այդ ուժերին, եթե այդ ուժերը այն ջանասիրությամբ ու այն եռանդով, որ հիմա մասնակցում են էլեկտորալ process-ների ընտրապայքարի, գային եւ այդ ուժի, այդ եռանդի 10% անգամ ներդնեին, Նիկոլ Փաշինյանը այսօր իշխանության չէր լինի։ Ու ճակատագրի բերումով միշտ այնց է լինում, որ Նիկոլ Փաշինյանը գնում է բոլորի հետևից, այն որ ասում է սկզբից եկան կոմունիստների հետևից, ես ասացի ես կոմունիստ չեմ, հետո եկան բա։ Էս է իրականությունը, այսինքն սա մեղադրանքով չի, բայց եթե հետո եղավ մի պահ, երբ որ ազգային ժողովում հայտնի ազգային ժողովի հարակից տարածքում հայտնի իրադարձություններ եղան, երբ որ արդեն ուժ գործադրեցին նռնակներ գցեցին եւ նաեւ այնտեղ ցավալի դեպքեր տեղի ունեցան, ինչքանով որ ես տեղյակ եմ, Նիկոլ Փաշինյանը ուներ բավականին լուրջ երաշխիքներ ուժ գործադրելու։ Այսինքն մեր հետևում կանգնած չէր աշխարհակաղակական կենտրոններ, որ ասում են բանը ռուսի ագենտներ են, չգիտեմ ինչ են, մեկ ասում էր դե Բագրատ Սրբազանը Կանադայի քաղաքացի է, ինքը արևմուտքի նա է, մեկ ասում էր իրականության նաև բաներ, չէ, ասում են Տավուշի չենջերում կուրսը բան է։ Հովսեփ Խուշուզյանը եկեք անունները տանք։ Աննախադեպ շատ ռուբլի է փոխվել։ Աննախադեպ շատ, ասենք ու այդ կեղտոտ այդ քարոշչությունը, որ կար Սրբազանը, չգիտեմ, երեխեք ունի, երեխեքին բանակից ազատել է, ասենց արեն, էց։ Մի գաղտնիք ցես բացեմ, Սրբազանը անգամ սեփական տուն չունի։ Երբ որ հարց է եղել տնային կալանքի հետ կապված Սրբազանի, թեպետ Սրբազանը հրաժարվեց տնային կալանքից։ Այդ մարդը տուն չուներ, որ գնար տնային կալանք անցկացներ իր տանը։ Չունի։ Impeachment-ը միջև նռնակները ջրվեց։ Այդ մասը ինչքան խոսում ենք, մեկը այսպես մութ է մնում։ Impeachment-ը այն որ սաղ եկան ասին, դե վրոդի հա սաղը համաձայն ենք, բայց տենց էլ մուտք չեղավ։ Ստորագրությունները չբավարարեցին։ Այնտեղ բայց ստորագրությունները կային։ Իշխան Զաքարյանի ձեր եւ գոնե բանի։ Այո, դա այդ խնդիր չի, կար էդի։ Չէ, ախր այդ խնդիր չի, դա շատ տեսական է, այսպես դրված միտեղ կար, որ եկանք հասանք Իշխան Զաքարյանի վրա կտրվեց։ Այո, Իշխան Զաքարյանը չմիացավ, այդ միջև մել չկա, չգիտեմ որտեղ էր քան ինչ։ Ոչ Նիկոլը կա այսօր Իշխան Զաքարյանի շնորհիվ։ Պանջակ։ Wow. Okay, ձեր կանխատեսումը ընտրությունների արդյունքների, քանի որ մի ամիս է մնացել, տենց փորձենք հավաքագրել հաջորդ օրը, հունիսի 8-ն է։ Հետո կներեք, ես ձեզ մի բան էլ ասեմ։ Այդ փուլում, այդ ինչ որ մի պահ մարելուց հետո, բայց մոռանում եք, որ դրանից հետո մեր ընկերներին այդ կեղծ շինծու մեղադրանքով ահաբեկչության գործով տարան քրեակատարողական հիմնարկներ։ Բայց համաձայն չեք, որ դա միշտ սպադի վրա է ալնում, այդ երբեք պիկի վրա չի լինում։ Նայեք, մենք շատ པարզ ենք ասել, մենք որ Իրանցից եկել ենք այստեղ, մենք կազմակերպված թիմեր, բան, դες չենք ունեցել, չի եղել էլի։ Մենք այս Սրբազան պայքարի շրջանակներում խաղաղ անհնազանդության, նաև պայքարի։ Դուք զարմացած եք, որ հրապարակում այդքան մարդ տեսակ։ Անկեղծ ասած, ես այդքան մարդ չէի պատկերացնում։ Բայց երբ որ մենք մտանք արդեն քաղաք, ասենք Աբովյանից։ Ես հիշում եմ, կոմիտասով, Աբովյանից արդեն որ եկանք Աբովյանի այդ հատվածը, ուղղակի ես ապշած էի էլի։ Դից այդքան մարմնական վնասվածքներ էլ էի ստացել։ Այնքան մարդիկ էին։ Սրբազանը ասում էր առաջի շարքից մի գնա, բան ասում Սրբազան ջան, չեմ կարող ինձ արդեն զատիսկլի, ոտքերից վրա բան չկա, որ ասում սաղ կապտուկների բանի մեջ էի,
Այդ օրերին դուք դարակ սիրելի գառնիկ նաև այո սրբազան տենց էր դիմում ես հիշում եմ իդեպ ի աջակցություն նրան որ տարօրինակ է այս գործերը բացված դրանից հետո Ստեղ մի տրամաբանական թերացում եմ, էլի, դա խազության կամ ընդհանրապես իշխանության մոտ տենում, այսինքն այն մարդը, որը հնարավորություն ուներ շատ կտրուկ քայլերի գնալ, երբ հավաքել էր, չգիտեմ, ասենք պայմանական 50-60 հազար հոգի ու արդեն տենց շատ վճռական հնարավորություն կար ինչ-որ բան փոխելու այդ առիթը կներեք չօգտագործեց ու պետք է չգիտեմ ինչ-որ ժամանակ անց նոր հեռախոսով քննարկեր ինչ-որ բան զախվատանելու բան չի բռնում էլ, եթե ինքը ինչ-որ բան փոխելու էր, իդեալական պահը բաց էր թողել, պետք է կես տարի հետո ինչ-որ մարդկանց հետ քննարկեր չլնող բանը։ Ես դες անկեղծ ասեմ, սրբազանը այն մարդը չի, որ ինքը մեկի քթից որ արում գա, ինքը սենց հեշտ տանի այդ ամեն ինչը կամ բան անի, ասենք ինքը տենց կոնֆլիկտի գնացող մարդ չի։ Անկամ այդքան ճիշտ ասեցիք, տասնյակ հազարավոր մարդիկ են, մի հատ ապակի չի ջարդվել։ Մի հատ ապակի չի ջարդվել եւ մեկի գույք չի վնասվել, մեկի, չգիտեմ, եւ դա սրբազանը շատ հստակ ասում էր, որ մերը խաղաղ պայքարա, որ եւ որևիցե մի բան չկա։ Այս ամբողջ այս ձայնագրությունները բանը որ կան, ես ձեզ հավաստիացնում եմ, կոնտեքստի կտրած, մոնտաժված, սարքած, միջև հիմա իսկի փորձակնություններ չեն արել։ Այդ ձեռագիրը չէ, որ ասում են ձեռագրա բանը, սրբազանն էլ է, դիմել ասել ձեռագրաբանական փորձակնություն։ Այդ ընթացքում հարյուրավոր, հազարավոր մարդիկ մեզ բացիկներ էին նվիրում, նամակներ էին նվիրում, դուք չեք պատկերացնի ինչ էր կատարվում, էլի։ Եվ վերցնում ենք այդ նամակները, ասում ենք, հա դե երբ որ հարմար ժամանակ կլինի կկարդանք։ Հիմա մի հատ թուղթ են գտել սրբազանի կեցավայրում, այդ հարյուրավոր, հազարավոր այդ թղթերից մեկ թուղթ են գտել, որտեղ անգլերեն գրված է, որ ես առաջարկում եմ, որ մենք պետք է խորանանք Թուրքիայի տարածքում 45-50 կիլոմետր խորանանք, վերցնենք 200,000 գերի եւ տարածաշրջանում ստեղծենք, չգիտեմ, մեր հեգեմոնիան եւ այլ եւ այլ։ Այդ դուք եք երևի իրան նվիրել եք շատ դաշնակցական է հնչում Արապապյանը։ Ու դա հեղափոխության պլանն է, ասենք դա ասենք դե լուրջ չի, դա ընդհանրապես այդ գործով այդ մարդը նստած է, լուրջ չի, բայց այսօր հայ ռաքելական Սուրբ եկեղեցու սրբազանը, arczepiskopos-ը կենտրոն քրեակատարողական հիմնարկում է։ Դե որտեվ տուն չունի։ Դե գիտեք ինչ, հիմա սա անսրբություն չի, ասենք մարդու վրա քրեական գործ կարեն, տանեն անազատության մեջ պահեն, ասինքն այդ ԿԳԲ-ի պատվալ կոչվածում եւ գնալ միջազգային հարթակներում կներեք, բայց էշություններ դուս տան։ Չէ, այդ սխալ է, ուզում ասեմ, հիմա իրան առաջարկում են տնային կալանք ուղղակի ինքը տնային կալանքի միջնորդություն այն ուզում պաշտպանները ներկայացնեն, որ տնային կալանք։ Ինքը չէ։ Սրբազանը հրաժարվեց։ Քանի որ գտա թերացում տրամաբանության մեջ այդ ռեժիմի հարցում մի հատ հակառակներ էլի, որ սկեպտիցիզմ առաջացրեց իմ մոտ հիշի միտքդ։ Կանադայի քաղաքականությունից չհրաժարվելը քաղաքացիությունից, հա, չհրաժարվելը դա ոնց որ վաբանկ չգնալն էր, էլի, ոնց որ կարար հրաժարվել, ասել հոգով, մարմնով, ամեն ինչով վերջ, ես նվիրվում եմ Հայաստանին, փրկությանը, բանին, շատ անկարևոր է պլան B-ը, պլան C-ը, ես ինչ ուրիշ երկրների հետ կապերը, ասենց ուղակի տենց սիմվոլիկ բան կլներ, էլի, ու դա ինձ թվում է սպասվում էր շատերի կողմից, որ տենց լրիվ ամբողջությամբ ինքը սուզվի Հայաստանի իրականության մեջ բոլոր հնարավոր բաները մի կողմ դնելով դա չեղավ ես չգիտեմ ինքը կփոխեր իրականում իրավիճակը կփոխեր թե սիմվոլիզմ դա կլներ որ ինքը իրոք մենակ իրականում կարող է 6 ամիս է տևում ես շփոթում դա մի օրում ալնում բայց դոնե միտում է էլի այդ գործընթացը սրբազան դրա մասին կխոսա բայց ինքն էլ հակված էր նրան որ քաղաքացիությունից հրաժար բայց իրադարձություններն հենց դասավորվեցին որ շատ արագ եղավ այդ ամեն ինչը բայց այդ քաղաքացիությունը պարզ ասեմ ինչի համար է սրբազանին պետք Սրբազանը գնում էր Եվրոպա, Ամերիկա եւ այլ եւ այդ
քաղաքացիությունը որ ուներ, այդ паспортը որ Դե ուներ, բարձր է Դե սա։ հասկանում իր հետ եմ, հեշտ է, դրանով ավելի հեշտ էր։ Հա, հիմա նույն բանն Սամվել Կարապետյանի հետ կապված է, հենց հիմա ծավալվում է այդ խոսակցությունը, բայց կարևոր է այդ հայտարարությունն է, բայց Սիրգեյի լոգիկան ավելի ընդհանրացնելով, ոնց որ ամեն անգամ հիմա էլի ընտրական փուլում ենք, ոնց որ sense վաբանկ չգնան էլի բոլոր ընդդիմադիր ուժերը, մի քիչ այդ անդառնալիության զգացմունքը չկա։ Հələ մի հատ է 21-ին էլ առանձնապես չկար, բայց 21-ի համեմատ ավելի ցածր է հիմա։ Վիճակը ինձ թվում է քանի գնա ավելի է թեժանալու, այս արդեն կուսակցությունների մանի գրանցումից հետո շատ ավելի բան է։ Ես այդ կարծիքը չունեմ, ես կարծում եմ մեր համար սա ջրբաժանա վճռորոշ է եւ այս առումով ես հասկանում եմ որ Նիկոլ Փաշինյանը ամեն ինչ անելու է որ իր աթոռին կարճած մնա։ Ինքը ֆանտաստիկ, բացի ստախոսությունը, բացի իր բանը, նաեւ այն իր մոտ այդ կպչուն մտքեր կան, այդ ինքը այդ կպչուն մտքերի հետևից գնում է։ Ու ինքը այդ իր այդ էներգիան բան այդ բաների պետք է խոստովանեմ որ շատ է այդ ու ինքը կարողանում է նարատիվը իդեալական թեքի իր կողմ։ Հերիքա մի հատ Աննա Հակոբյանը անցնի կադրի մեջով, այդ օրվա լրահոսը դրա մասին ալնելու։ Բայց հիմի գանք նորից էլի դրան, էլի հիմի այս մարդը 2 ամիս առաջ ես չեմ ուզում մտնեմ ընտանեկան թեմաների մեջ, չեմ էլ մտել, բայց քանի որ վերջը իրանց մասին է խոսքը առաջիկին եւ բան երկրի վարչապետ, ախր այս մարդը 2 ամիս առաջ, երբ 2-3 ամիս առաջ, ասում է վերջ, մենք արդեն բաժանվել ենք։ Այդքան անցել է, մի ամիս առաջ չէ՞։ Երևի միգուցե 2 ամիս առաջ, էական չի, արդեն շորերն էին բաժանում, չգիտեմ, զարդեղենն է եւ այլը, ախր այդ հարցում էլ է խափել, ասինքն իր անձնական հարցում էլ է խափել։ Դեմա սիրում են, ինչ եք ուզում։ Ախր հնդկական սերիալ չի էդի, բան չի։ Հենց հնդկական սերիալ է։ Դե լավ, դե երկիրը սարքել են էժանագին շոու ծրագրի մի մաս, ասենք, լավ, այդ ուսում մեր ժողովուրդը, ասենք։ Չեմ հասկանում։ Ոնց շատ եք տեսնում դրան ընդդիմանալը, չգիտեմ։ Դե որովհետև ես տեսնում եմ ժողովրդին 1000 ու մի հատ դարդուցավ ունի, 1000 ու մի հատ հարցեր ունի, վարկային այդ բանկային այդ պարտավորվածությունները, որ գնում ես այդ գյուղերը նայում ես, մարդիկ ինչ վիճակի մեջ են, այդ երեք էլ եմ խոսացել, ասում մի տոկոս ասում են, մի ուրիշ տոկոս բերում են մեր վզին փաթաթում են, դատարկվող գյուղեր, դպրոցաշինությունից է խոսում 230 դպրոց փակելու են։ Այդ պահել այնքան չեմ հասկանում։ Կուզենայի մի կողմից դուք նստած լինեիք, որ ասում եք, որ փակվելու են, մի կողմից այն մյուս կողմը, որ ասում է ընդհակառակը 300 դպրոց սարքում ենք։ Մեկը մյուսի հետ չի բռնում ու փաստեր են պետք է լինի։ ԱԽ նախարարությունը հաստատել է, որ մոտ 230 դպրոց փակելու, ինչ կա թե չհասկանալու։ Դե գուցե այնտեղ կա բայց, որից հետո Չէ, բայցը այն է, որ իրանք այդ ծախսերի բանի մասով ասում են ծախսարդյունավետության հետ կապված, տենց ավելի արդյունավետ է, բայց գյուղի բնականon կենսագործունեությունը չի որոշում էլի այդ ծախսերով։ Կարաս դու ծախս անես, բայց այդ գյուղում եթե դպրոց չկա օրինակ։ Դե հա։ Դա համ մշակութային կյանք է ապահովում, համ սպորտայինն է, համ ասենք այդ գյուղում, չգիտեմ, թատրոնն է, կինո է, մշակութային կյանքային, չէ, այդ դպրոցն է։ Իսկ այդ լոգիկան, որ ավելի լավ է 4 գյուղ գնան ինչ որ միտեղ մեջտեղը մի հատ դպրոց, բայց ինքը լավ ժամանակակից լավ Բայց դուք մասնագետներ պատկերացնում եք, օրինակ, այդ գյուղի դասարանի երեխեքը ոնց են գնում այդ, չգիտեմ, 40 կիլոմետր հեռավորության վրա կամ 30 կիլոմետր հեռավորության վրա։ 40 չի։ Դե կան գյուղեր, որ տենց է, ասինքն կամ նայեք, արդեն սենց ձեզ ասեմ, էլի ավելի պարզ ասեմ։ Ժամանակով իմ երեխեն էլ մի քիչ ժամ գնում է, մի քիչ ժամ գալիս է։ Ավելի պարզ ասեմ, այդ գյուղում, օրինակ, գնում են մանկավարժական սովորում են, գալիս են գյուղ, որ դպրոցում դասավանդ են։ Օրինակ, այդ գյուղի, չգիտեմ, ֆիզկուլտուրայի դասատուն գալիս է այստեղ ավարտում է, որ գնա այնտեղ ապրի։ Հիմա եթե այդ ամեն ինչը չկա, այդ մարդը ստիպված ինքը այդ գյուղից արտագաղթում է, ուզես, չուզես։ Այդ շատ մեծ խնդիր է, հա։ Ուզես, չուզես, այդ մարդը ուզում է իրան հարմարը լինի, մոտը լինի, իր տնից մոտը լինի, այսինքն խնդիրներ առաջացնում։ Եվ բնականաբար այդ մարդը այդ գյուղում արդեն կապված չի լինում։ Ավելի լավ չի մենք մտածենք ոնց անենք, որ այդ սահմանամերձ գյուղերը ավելի ուժեղացնենք, տնտեսապես ավելի լավ լինեն, պայմաններն ավելի լավ լինեն։
Այդ մարդիկ կարենան անասնապահությամբ զբաղվեն, գյուղատնտեսությամբ զբաղվեն, արտադրամասեր դնենք այդ գյուղերում։ Լավ է որ դպրոց է սարքում, բայց լավ դպրոց ունենալուց առաջ պետք է ունենաս լավ տնտեսություն, լավ գյուղատնտեսություն, որ այդ մարդը կապված լինի այդ գյուղի հետ։ Եթե դա չես անում, ուզում ես Ճիշտ է։ ամենասիրուն դպրոցներ սարքի, ամենասիրուն, չգիտեմ, մշակույթի կենտրոններ սարքի։ Մարդը պետք է աշխատանք ունենա, որ այդ հողի հետ կապված լինի։ Դա ամենակարևորը։ Այդ ճիշտ է, ես այս ընթացքում փորձում եմ հասկանալ ինչն է պակասում ու որպես խորհուրդ հորդոր խնդրանք, որ միշտ զինված լինեք ինչ որ հստակ փաստագրված ինչ որ գյուղերի անուններով ու դպրոցներ, օրինակ X գյուղում կա սենց դպրոց 20 աշակերտ դպրոցը փակում են 20 աշակերտը պետք է 30 կիլոմետր գնան այս դպրոցում բան, որտեվ մենակ փաստերով կարելի է հաղթել։ Ես հիմա բարձա ինչ որ հաշվարկական բան չեմ ակնկալում, բայց գոնե մի 10 գյուղի անուն միշտ ունեցեք ձեռքի տակ, որ ասեք, այս 10 գյուղում դպրոցը փակել են, այստեղ կա 137 երեխա, որոնք պետք է գնան կողքի գյուղ, որը սենց իրանց կյանքի որակը ինչ որ չացնելու է ընդհանուր առմամբ, որովհետև հիմա շատ բանում ենք, էլի տեսական ենք խոսում։ Հիմա ես դες Ուր է այդ գյուղը- գյուղերի անուններ տամ։ Ջուջևան, Ահա, շատ լավ։ Բարեկամավան գյուղը, Բերքաբեր գյուղը, այնտեղ Ակնախբյուր գյուղի մաս։ Այդ փակելու են դպրոցներ այնտեղ։ Այդ դպրոցները փակելու են։ Քանի երեխա ինչ հեռավորության վրա պետք է գնան դպրոց։ Այնտեղ տարբեր է հեռավորությունը, օրինակ Բարեկամավան գյուղի դպրոցը որ փակվի, մոտակա դպրոցը հեռավորությունը մոտ 15 կիլոմետր է։ Այսինքն Աբսուրդ։ Իսկ ինչ կասի ԿԳՄՍ նախարարը, որը ստեղ չի։ Այդտեղ մոտավոր եմ թվեր, ասում միգուցե մի քիչ սխալվում եմ բանա, բայց ամասյամ ավելի շատ, հետո նաև օրինակ տարբեր համայնքների բնակլիմայական պայմանները հաշվի առնելով, օրինակ որ ձմեռը կարա ճանապարհները փակվի։ Բանային որ չփակվի։ Դա անանցանելի է ալնում այնտեղ։ Պետք է անեն, բայց չի անանցանելի է ալնում այնտեղ ճանապարհները։ Ու ստիպված մարդիկ, ասենք խոսքի օրինակ, չեմ պատկերացնում, էլի այդ կոմունիկացիան ոնց պետք է լինի։ Դե չգիտեմ, բայց մենք ասենք 15 կիլոմետր։ Բայց գլոբալ առումով ինչն է ասածիս իմաստը, որ այդ մարդը այդտեղ, եթե դպրոցը փակվում է, այդ գյուղը էլ հեռանկար չի տեսնում։ Չի տեսնում հեռանկար։ Ասում է, ուրեմն ուրեմն այս գյուղը վերջացած է ուրեմն։ Այդ շնորհակալություն, այդ սաղ մենք կհավաքագրենք, նաև կփորձենք բարձրաբանումներ ստանալ մյուս կողմից։ Հունիսի 8 ձեր ակնկալիքը ինչ արդյունք է ունենալու ընտրությունների արդյունքում։ Այս ընթացքում պետք է քրտնաջան աշխատենք մարդկանց հիմնական խնդիրը գիտեք որն է կոմունիկացիայի խնդիրն է այսինքն պետք է գնալ բացի այս եթերներից բանից եւ այլը պետք է գնալ անհատական շփվել մարդկանց հետ բոլոր ժամանակներում խնդիրը հենց այդ մարդկանց կոմունիկացիան է եղել որ այդ չինովնիկ կոչվածը այն որ ասում է առա համարել որ գնա օրինակ այդ մարդկանց հետ շփվի խնդիրները վերհանի զբաղվի հետադարձ կապը ապահովի ես հիմա անհամեստություն չլինի իմ Facebook-յան էջում իմ հեռախոսահամարը կա դրած ես որ պատգամավոր եմ դրել եմ Facebook-յան էջում ինձ օրը 15-20 ավել զանգեր եմ ստանում տարբեր կենտրոնանում ինչ որ բանի վրա Դե տարբեր խնդիրներ, օրինակ ասում եմ, այս գյուղում էս խնդիրը կա, խնդրում եմ կարակ գաք, էս ինչ խնդրեմը կա, բեռնափոխադրողն է, չգիտեմ, այնտեղ գյուղատնտեսն է, այնտեղ քրեակատարողական հիմնարկներում լիքը հարցեր կան, նաև այդ խնդիրներով ենք զբաղվում քրեակատարողական հիմնարկների բան։ Այսինքն, այդ մարդկանց կոմունիկացիան պետք է ապահովենք, այսինքն մենք պետք է հասանելի լինենք, մենք պետք է հստակ ծրագրեր ներկայացնենք, օրինակ, եթե մի բան քննադատում ենք, նաև պետք է առաջարկություններն ու լուծումներն էլ ասենք, ոնց ենք տեսնում այդ խնդրի լուծումը։ Եվ ի վերջո պետք է հասնենք նրան, որ մեր ժողովրդի, մեր հայրենակիցների վստահությունը շահենք, որ ինքը չմտածի, որ այս հերթական չինովնիկին եմ ընտրում, որ գալու է մի հատ ինձ ընտրությունների սկզբից բարև տա, չգիտեմ, ժպտա, իմ որպեսությունը հարցնի, մեկ է մոռանա 5 տարի հետո մեկ էլ հիշի, որ այստեղ մարդ կա, թե չկա, այստեղ հարց կա, թե չկա։ Այս խնդիրը միշտ եղել է։ Կամ պետք է ընտրություն չլինի, որ ինչ որ մի ձևի մարդկանց հետ, չգիտեմ,
ջերմլնես կամ այդ կոմունիկացիա ապահովես կամ չգիտեմ այդ մարդուն խնդիրներին ականջալուր լնես այս խնդիրը կա եւ մենք եթե կարողանանք այդ կոմունիկացիան ապահովենք ոլորտային խմբերի հետ մեր հայրենակիցների հետ ես կարծում եմ այդ սառույցը կհալվի անվստահության հիմի կա մեծ անվստահություն եւ քաղաքական ուժերի նկատմամբ այդ անվստահությունը պետք է խոստովանենք կա որովհետեւ մեծ մասը հենց այդ հիասթափությունից ելնելով չի գնամ ընտրությունների, որ ասում արա դե գնամ սրանց ձայն տամ, ինչն է իմ կյանքում փոխվելու, ինչն է փոխվելու իմ կյանքում։ Այդ ուղղություններով մենք այս ընթացքում, եթե ճիշտ աշխատենք, եթե ճիշտ կարողանանք այդ կոմունիկացիան ապահովել, պետք է փորձեք ճիշտ աշխատենք։ Ինչ ասեմ։ Շնորհակալ ենք շատ ժամանակի համար։ Հիշացնեմ Գառնիկ Դանելյանն էր մեր հյուրը, եթե հարցեր լինեն կոմենտներում անպայման գրեք, մենք կխնդրենք նայեք, եթե ժամանակ գտեք։ ԿԳՄՍ նախարարին կխնդրենք այս հարցին արձագանքել կոմենտներում նայել։ Դե լուրջ կասներ, բաժան արձակագրում ենք, լայքում ենք եւ հանդիպում ենք մյուս շաբաթ։